Մայրը որդու մահն է սգում որդին մոր ուկրաինական Կրիվոյ Ռոգում։ Ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 19 խաղաղ բնակիչ է զոհվել, նրանցից 9 երեխաներ են։ Ռուսական կողմը հաստատել է Կրիվոյ Ռոգը հրթիռակոծելու մասին Կիևի մեղադրանքները։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թիրախավորել է Կրիվոյ Ռոգը, որովհետև ուրբաթ այդ քաղաքի ռեստորաններից մեկում հանդիպելիս են եղել ուկրաինական զորամիավորումների հրամանատարներն ու արևմտյան հրահանգիչները։ Նրանց հանդիպման վայրին հարվածելու հետևանքով 85 զինվորական ու օտարերկրյա սպա է զոհվել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների թիվը հասել է մոտ 7 տասնյակի, վնասվել են մոտ 2 տասնյակ բարձրահարկ շենքեր, ավելի քան 30 ավտոմեքենա, դպրոցներ ու ռեստորաններ։ Ռուսական բոլոր խոստումներն ավարտում են հրթիռներով ու դրոններով, ռումբերով կամ հրետանիով։ Դիվանագիտությունը նրանց համար դատարկ խոսք է, պետք է ճնշում, բավարար ճնշում Ռուսաստանի վրա, որպեսզի նրանք կրեն իրենց ամեն խաբեության, ամեն հարվածի, ամեն օրվա պատասխանատվությունը, երբ խլում են մարդկանց կյանքը և ձգձգում պատերազմը։ Այս տողերը տելեգրամյան իր էջում է գրել Ուկրաինայի նախագահը իր ծննդավայր Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության մասին հայտնելիս, որը դարձել է այս տարի խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկը, հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Լիսակը։ Ռուսական կողմն էլ Ուկրաինային է մեղադրում ԱԹՍ-ներով հարձակման համար։ Գիշերը Ուկրաինայի զինուժը 8 անօդաչու թռչող սարքերով հարվածել է Դաշնության Սարանսկի օպտիկամանրաթելային արտադրության միակ գործարանին։ Հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Այդ գործարանում ժամանակակից կապի համակարգերի, նաև անօդաչու սարքերի համար կարևոր բաղադրիչ է արտադրվում։ Այսօր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու համար է մեղադրել Մոսկվան Կիևին։ Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն վերջին մեկ օրում Ուկրաինան 14 անգամ հարվածել է էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այդ հարձակումներից վնասվել են Բրյանսկի, Բելգորոդի, Սմոլենսկի, Լիպեցկի, Խերսոնի և Վորոնեժի շրջանների էներգահամակարգերը։ Կիևը ապրիլի 4-ի առավոտից հակառակ Զելենսկիի հայտարարություններին ու ստանձնած պարտավորություններին մի քանի անգամ ավելացրել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, հայտարարել է պաշտոնական Մոսկվան։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։